Տիկին նախար սամ Ես տեքստը հանձնել եմ այլևս ավելի լայն քննարկման։ Ինչ շրջանակներում ավելի։ Ես նախորդ անգամներ կուսակցությանը այո նշել եմ վարչությանը, կուսակցության, այո, որոշ ներկայացուցիչներին հրապարակման մասով չեմ կարող ինքս որոշումներ կայացնել եւ ձեզ տեղեկություններ հայտնել, որովհետեւ դա կոլեգիալ որոշում է։ կներեք, ասել էիք Մարտին, բայց արդեն Մարտին պատրաստ է եղել։ Չէ, ասել եք Խանդրությանը կներկա։ Ասել եմ ամենայն հավանականությամբ կհրապարակվի, բայց հիմա հրապարակվի։ Հիմա կարող եք ասել քննարկում կայացնի հրապարակման մասով նկատի ունեք ավելի կոլեգիալ կառավարություն, կառավարություն։ Այսինքն ինչու է ձեր խորհրդի լիազորություններից հրապարակումը անցել հրապարակման հետ կապված որոշումը վարչապետի։ Որովհետև քաղաքական նախաձեռնությունը նոր սահմանադրություն ունենալու կառավարությանն է։ Տիկին Գալյան, իսկ ընդհանուր առմամբ պատկերացումը ոնց է մինչև ընտրությունները հնարավոր է։ Մեկ հարց չեմ կարող ասել։ Իրականում ընտրական process-ը քարոզարշավի տեսքով շուտով սկսելու է եւ չեմ կարող գնահատել հնարավորությունները տեքստի հրապարակման։ Տիկին նախար իսկ լավ, ինչն է խնդիրը, որ չի հրապարակվում։ Որովհետև բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու տեքստը, անելու համապատասխան առաջարկներ, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, դրա մշակմանը։ Ինչի շուրջ է տիկին նախար այդ քննարկումները։ Տարակարծություններ միշտ կան, որովհետև մեկանձնյա որոշումներով առաջ չենք շարժվել, երբեք եւ առաջ չենք շարժվել։ Ինչի շուրջ է։ Յուրաքանչյուր օրենսդրական նախագծի շուրջ տարաձայնություններ լինում են եւ դրանք քննարկվում են եւ լուծումներ են գտնվում։ Սահմանադրությունը այդ ծավալով անհնար է, որ տարակարծություններ, այո, գիտեմ, ուշանում ենք, բայց չի հետաքրքրում է լրագրողներին։ Տիկին Գալյան, մամուլում արդեն հրապարակումներ կան, որ քաղաքական այնպիսի որոշում կա, որ թողնել տեքստը մինչև կտեսնի իշխանությունը 2/3 կունենա, թե չէ, դրանից հետո նաև սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ կանի, որ լուծի նաև այն իրավական հարցերը, որոնք չի կարող լուծել 2/3 չունենալով։ Չեմ հասկանում ձեր հարցը, ճիշտ ասած, որովհետեւ նման բան երբևէ չի քննարկվել։ Իսկ արդարադատությանը Չեմ հասկանում միտքը հարցի, այսինքն որտեղից է գալիս։ Չէ, դա այլ քաղաքական ուժերին հարիր մոտեցում է փոխել սահմանադրություն եւ հարմարեցնել իրենց ցանկություններին։ Տիկին նախար իսկ արդարադատության պատճառները, Տիկին Գալյան, եթե առաջարկներ կարող են լինել, դա կարող է նաեւ հրապարակումից հետո լինել։ Կհրապարակվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի տեքստը հրապարակման եւ այլևս այս հարցերին չեմ պատասխանել։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում չհրապարակելը։ Նշանակում է մի բան, որ դեռ հրապարակման համար պատրաստ չէ։ Դա է նշանակում։ Հրապարակման համար պատրաստ չին, այսինքն դա ինչ է նշանակում։ Մենք ենք որոշում, պատրաստ է հանրությանը ներկա։ Ես ասում եմ, տեքստը պատրաստ է, դրված է քննարկումների, կորոշվի երբ է հրապարակվելու։ Տիկին նախար մաս հրապարակելու տարբերակ դիտարկվում է թե։ Եվ քննարկվել է նաև այդ տարբերակը, բայց դեռևս որոշում չկա եւ հրապարակման մասով որքան էլ հարցնեք, ես ասել եմ դեռ որոշում չկա, բայց ես իրոք ուշանում եմ։ Նախաբանը կա։ Այո, նախաբանի մի քանի տարբերակներ։ Անկախության հռչակագրին հողումը բացակայում է։ Տեքստը դեռ հրապարակված չէ, երբ հրապարակվի ինքներդ կտեսնեք։ Ինչու եք այդ ինտրիգը տեղ։ Ինտրիգ չկա, ամեն ինչ ասել է։ Ինտրիգ չկա ընդհանրապես, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Եվ ասում եմ հետեւյալը, տեքստը կհրապարակվի, չկա որևէ ինտրիգ եւ դուք եւ մեր սիրելի ժողովուրդը կտեսնի տեքստը, կծանոթանա դրան եւ կանի համապատասխան առաջարկներ։ Ես իրոք Շնորհակալություն։